Փողը ձեռքի կեղտ է։ Լսել եք այս արտահայտությունը։ Եթե ձեռքի կեղտ է փողը, ուրեմն շատ փող ունենալ նշանակում է կեղտոտ լինել։ Հիմա եկեք մի պահ կանգ առնենք եւ փորձենք հասկանալ, ինչ է անում այս համոզումը մեր ենթագիտակցության հետ։ Ես այցելուներից մեջ հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր ունեն շատ մեծ ներքին կարողություններ եւ ռեսուրսներ, բայց որևէ կերպով չեն կարողանում հասնել հաջողության, հարստության, ձեռքբերումների, նրանց պոտենցիալը կարծես սահմանափակող շատ լուրջ ներքին համոզումներ կան։ Եվ հայերիս գաղտնիք չէ, որ մենք մեծացել ենք մի մշակույթում, ունենք կրոնական շատ լուրջ համոզումներ, որտեղ իսկապես հաճախ ասվում է, որ փողը ձեռքի կեղտ է, ասվում է, որ արծաթասիրությունը ամեն չարիքի արմատն է, ասվում է, որ ուխտը ավելի հեշտ կանցնի ասեղի անցքով, քան հարուստը կմտնի երկնքի արքայություն, եւ նմանօրինակ լսված խոսքերը, համոզումները մանավանդ փոքր տարիքից, երբ որ նաեւ մենք տեսել ենք ծնողներ աղքատության փորձառությամբ, ծնողներ, որոնք հաճախ հանդիմանել են նյութապաշտությունը եւ այլն, կամ նույն սուրբգրային համոզումը, որ արծաթասիրությունը դա մամոնային պաշտելն է եւ այլն, իրոք մեզ ներսից սահմանափակում են։ Բայց ես այսօր ուզում եմ խոսել այն մասին, որ հաճախ, երբ որ մենք խորը վերլուծում ենք եւ մեր մշակութային համոզումները, այդպիսի ասացվածքները կամ սուրբգրային շատ լուրջ ճշմարտությունները, մենք տեսնում ենք, որ հարցը ոչ թե կոնկրետ բուն գումարն է, այլ գումարը կուրք դարձնելը, այլ ներքին արժեքների խնդիրը, եւ մենք պետք է հասկանանք, որ օրինակ, երբ որ խոսվում է արծաթասիրության մասին, դա ոչ թե գումար ունենալու փափագի մասին է խոսվում, այլ երբ որ դա քեզ համար դառնում է կպչունություն, ներքին փափագ, ամեն կյանքի կարծես նպատակ ու մոտիվ, կամ երբ որ խոսվում է մամոնային պաշտելու մասին, մամոնա եզրույթը հենց ինքը կուրք է, եւ այստեղ խոսքը գնում է այն մասին, որ ինչ որ մի օր դու գումարը կարող ես քեզ համար դարձնել մի աստված, մի կուրք, որի շուրջ պտտվում է քո ամբողջ կյանքը։ Եկեք այսօր այս տեսանյութից հետո այն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են Աստվածաշունչը, կամ այն մարդիկ, ովքեր շատ լուրջ ներքին վախեր ունեն, որ հարստանալով կարող են մենակ մնալ, հարստանալով կարող են ավելի մեղավոր կյանքի մեջ մտնել, եկեք մի պահ քննենք մեր սրտի արժեքները։ Արդյոք մենք ունենք այնպիսի արժեքային համակարգ, որը անգամ մեծ կարողությունների դեպքում մեզ կպահի առաքինության եւ սրբության մեջ, որովհետեւ իրականում հարցը ոչ թե գումարն է, այլ հարցը մեր արժեքային համակարգն է։ Այնպես որ եկեք մենք մեզ չսահմանափակենք ներքին վախերով, կասկածներով, ներքին տագնապներով, փորձենք քննել ինչ կա մեր սրտում, մեր իրական ներքին բովանդակությունները եւ արժեքները։